Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնի գլխավոր թողարկումը։ 26 տարի առաջ այս օրը հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը։ 1999 թվականի այսօրն ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանն ընդհատվեց կրակահերթերով։ Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բաղշանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Վարչապետն այսօր հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները, զոհերի հարազատները ծաղիկներ են խոնարհել ազգային ժողովի բակում գտնվող հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողի մոտ։ Այն վարկածը, որ կարտաքին քաղաքական հետ հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ կախված մեղրի տարբերակով, այդ վարկածը ստուգված չէ։ Ինչ վերաբերվում է ներքին վարկածին, որտեղ արտաքին քաղաքական ուժերը ինչքան էլ հզոր լինեն, եթե ներքին աջակիցներ չունենան, նման օպերացիա անել ազգային ժողովի շենքում իրականացնել չեն կարող, այդ միանշանակ։ Բայց այդ առումով էլ ես 3 անգամ հարցաքննվել եմ, բավականին երկար հոգնեցնող հարցաքննություններ, վերջին անգամ 2 ամիս առաջ։ Գնացել եմ կեսօրվա ժամը 2-ին եւ քննչականից դուրս եմ եկել երեկոյան ժամը 8-ին։ Ճիշտ է, 2 ժամ լույսերը գնացել էին քննչականում ու դրա համար եմ սպասել, բայց մնացած ժամանակը տեսագրության տակ հարցաքննվել եմ։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերվում են նաև այն մարդկանց, ովքեր ցավոք սրտի այսօր չկան, զոհվել են կամ Հայաստանից բացակայում են։ Այսինքն ներքին օժանդակողներին գտնելու առումով էլ խնդիրներ կան։ Երկրորդ, գլխավոր ոճրագործը երբեք չի ընդունելու, որ իրեն ուղղորդել են։ Եվ իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր համարել են, որ այս թիմը միասնություն դաշինքը հանձինս Վազգեն Սարգսյանի, որևէ մեկին քաղաքական հնարավորություն չի տալու, երկիրը տանելու է կործանման եւ այլը, այդ ոճրագործը հանդիպել է բազմաթիվ մարդկանց հետ, որոնք ասել են, որ այո, դու ճիշտ ես, եւ դրա համար էլ ինքը դահլիճում ոճրագործությունն անելուց հետո զանգել այդ մարդկանց, ասել է, ինչ պետք էր արել եմ, եկեք։ Հիմա այդ մարդիկ կազմակերպիչ են, թե չէ։ Իրավական առումով կազմակերպիչ չեն, բայց իմ համար իրենք կազմակերպիչ են եւ բազմաթիվ մարդիկ կան եւ կարծում եմ նաեւ վարչապետն էլ այդ տեսակետն ունի, որ իրենք նաեւ կազմակերպիչ են, որովհետեւ ուղղորդել են մարդուն, իրենք пассив չեն եղել, ուղղորդել են մարդուն, մարդն եկել է արել է, մտածել է որ հերոսություն է անում, դրանից հետո իրեն արժանին կմատուցվի։ Հիմա ինչու այդ արտաքին բաների հետ կապված ես ոչ միայն ես, շատ մարդիկ գիտեն, որ դա այդտեղ Ռուսաստանի մատա կա։ Հիմա չեն կարողանում ասել, չեն կարողանում խոսել այդ մասին երևի, ինչ որ բաներ Այսինքն արտաքին հետք եք դուք տեսնում։ Անպայման, ժողովուրդ, այն լակոտներն ովքեր էին, որ 5 հոգով մտնեին, այսպես ընտրված մարդկանց սպանեին, եթե իրենց չէին կառավարում, իրենք ինչ-որ ուժերի մանկլավիկներ չէին, ինչ-որ արտաքին ինչ-որ ուժերի մանկլավիկներ չէին։ Այդ դեպքում արտաքին ուժերի համար ինչով էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը։ Հայաստանի քաղաքական իրավիճակ էր այդ պահին, որ նրանց ձեռնտու էր ձեր ասած ընտրովի քաղաքական գործիչներին, պետական վարչապետին։ Հայաստանի պետության ինքնիշխանության, անկախության դեմ էր ուղղված դա։ Ուզում էին այդ ձևով վերացնեն Հայաստան պետությունը։
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումները։ Մինչ օրակարգային հարցին անցնելը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հոկտեմբերի 27-ի ոչռագործության զոհերի հիշատակը։ Այնուհետ բացման խոսքով հանդես է եկել վարչապետը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, բյուջեի հավաքագրման գործընթացին ու ձևավորման մեխանիզմներին։ Վարչապետը խոսքը սկսեց վկայակոչելով այն փաստը, որ առաջին անգամ է, երբ Հայաստանի Հանրապետության բյուջեն քննարկվում է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, եւ որ օգոստոսի 8-ի պայմանագրերով հաստատված խաղաղությունը ունի արդեն պարամետրեր եւ վիճակագրություն։ Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել եւ կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր անկախության պատմության մեջ մենք երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել, բայց կարևոր է, որ նոր փաստեր, հանգամանքներ նույնպես ի հայտ է բերում հաստատված խաղաղությունը եւ մասնավորապես նկատի ունեմ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարածման սահմանափակումները, սա ըստ էության պատմական իրադարձություն է։ Սա ըստ վարչապետի Հայաստանի Հանրապետության շրջափակման հաղթահարման առաջին փուլն է, բայց կարևոր է, որ Հայաստանը նաև հարձագանքող լինի այդ հայտարարություններին եւ համապատասխան քայլեր անի։ Այս պահին դրան մեր արձագանքը հետեւյալն է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով, այսինքն ես սա ինչի համար եմ ընդգծում, որովհետեւ սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Ղազախստանից Ադրբեջանով դեպի Հայաստան հացահատիկի առաջին խմբականակի ներմուծմանը, ինչը տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով։ Վարչապետը ընդգծեց, թե ինչպես Ադրբեջանն է մեզ համար վերացրել տարանցման սահմանափակումները, նույն կերպ մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները։ Այս հայտարարությունը որպեսզի լինի ամբողջական, մենք առաջիկայում պետք է շատ ինտենսիվ զբաղվենք Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի 3-րդ եւ 4-րդ կետերի լիարժեք իրականացմամբ, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միմյանց նկատմամբ տարանցման արգելքի այս որոշումները կլինեն լիարժեք եւ ամբողջական, այսինքն կլինեն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո մենք հնարավորություն կունենանք այդ ամենը իրականացնել։ Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված փաստ է, հերթական անգամ նշեց վարչապետը, ընդգծելով, որ դրա մասին պետք է անընդհատ ասել, բայց պետք է նաեւ հարաբերվել այն փաստի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, որովհետեւ Հայաստանը անկախության օրվանից եղել է կոնֆլիկտային միջավայրում։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքի ադրբեջանական կողմի հետ ամենօրյա շփումների մասին, ապա փաստեց, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, ինչը պայմանավորված է խորհրդարանական ընտրություններով։ Այդ ընտրությունները ըստ էության ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետքա տրվի։ Եվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա ըստ էության այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը եւ նպատակն է, համենայն դեպս կառավարության տեսակետից, բայց ոչ միայն կառավարության տեսակետից։ Պիտի ընդգծեմ, որ հարցը այդպես է եւ կառավարության տեսակետից եւ պատմական տեսակետից եւ բոլոր հնարավոր մյուս տեսակետներից, այսինքն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը հետեւյալն է կամ անհրաժեշտությունը հետեւյալն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Ապա խոսելով պետական բյուջեի մասին, վարչապետը ընդգծեց, որ պետական բյուջեն մեր հանրապետության ամբողջ կյանքը կազմակերպելու, հանրապետության կենսագործունեությունը ապահովելու մասին է։ Ես այսպիսի
մի մտավարժանք եմ արել այսօր փորձելու համար մեր քաղաքացիներին եւ ավելի պատկերավոր մաքսիմալ բարձ ներկայացնելու թե ինչ է պետական բյուջեն եւ ինչպես է այն ձևավորվում իրականում կարծում եմ պետական բյուջեն լավագույն արտահայտությունն է իրական Հայաստանի այն գաղափարախոսության որ Հայաստանն իմ տունն է ժողովուրդն իմ ընտանիքն է պետական բյուջեն ընդհանրապես այս հայեցակարգից բխող բան է որովհետեւ պետական բյուջեն մեր համատեղ ընտանեկան բյուջեն է Հայաստանի Հանրապետության ժողովրդի համատեղ ընտանեկան բյուջեն է եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից իսկ մենք ելնում ենք այն կանխավարկածից որ ժողովուրդը մեր ընտանիքն է Նիկոլ Փաշինյանը մանրամասն անդրադարձավ նաև բյուջեի ձևավորման գործընթացի առանձնահատկություններին, ստվերային շրջանառության կրճատման կարևորությանը։ Վարչապետի խոսքերով 2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվում է ավելացնել 253.4 միլիարդ դրամով կամ 8.9%-ով։ Հաջորդ տարի կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը 55 միլիարդ դրամ կտրամադրվի Ղարաբաղի մեր հայրենակիցների բնակապահովման եւ այլ կարիքների ու խնդիրների հասցեագրմանը։ Անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի վերադարձի տոկոսը 2026 թվականին կհասնի 20-ին, ներկա 12%-ի փոխարեն։ Սա ըստեյության թոշակի բարձրացում է։ Բայց այո, նաեւ հանրային համերաշխության տրամաբանության մեջ մենք խնդրում ենք եւ մեխանիզմ ենք ստեղծում, որ այդ թվում թոշակառուները որոշակի ներդրում ունենան հենց իրենց եկամուտները ապահովելու գործում, որ վատ արգահատելի ոչ մի բան չկա դրանում։ Բայց հաջորդը մենք այս տարին ներդնելու ենք համընդհանուր ետ վճարի համակարգ։ Այսինքն բոլոր քաղաքացիները անկանխիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոս հետ են ստանալու։ Համակարգը կներդրվի, պարոն Հովհաննիսյան, 3.5%-ի մասներ, 2%-ի մաս անկախենք առևտրի 2%-ը քաղաքացիները էլի հետ վճարի ձևով կստանան։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով հաջորդ տարի կիրականացվի նաև ակադեմիական քաղաք ծրագրի հաջորդ փուլը ավարտին կհասցվի 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, որից հետո կմեկնարկի հաջորդ 300 դպրոց ծրագիրը։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Ադրբեջանը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել Հայաստանում կայանալիք Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։ Այդ մասին հայտարարել են Մեջլիսի ներկայացուցիչները։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, եւ ինչով են պատճառաբանում իրենց այդ որոշումը։ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի հերթական 12-րդ նստաշրջանը իր աշխատանքը կսկսի վաղը Երևանում, այն 3 օր կտևի։ Նշեմ, որ Եվրանեստը ժամանակին ստեղծվել է Եվրամիության եւ Արևելյան գործակցության անդամ պետությունների միջև ինտեգրացիան զարգացնելու նպատակով։ Ադրբեջանը, ինչպես եւ Հայաստանը, Վրաստանը մի շարք այլ Արևելյան Եվրոպա երկրներ հռչակել էր եվրոինտեգրացումը որպես իր առաջնահերթություններից մեկը։ Եվ հաշվի առնելով դա, փոքր-ինչ անտրամաբանական է եւ անհասկանալի է, որ Ադրբեջանը անտեսում է այսչափ կարևոր միջոցառումը։ Եվրանեստում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Մելի Մեջլիսի падգամավոր Թայիր Միրքիշիլին պարզաբանել է պատճառները, նա ասել է, որ պատճառը այն է, որ Եվրախորհրդարանը ընդունել է մի շարք հայտարարություններ, բանաձևեր, փաստաթղթեր, որոնք հակասում են Ադրբեջանի սուվերենությանը եւ վիրավորում են ադրբեջանական պետականությանը։ Իրականում Եվրախորհրդարանը ի տարբերություն Եվրամիության այլ որոշ կառույցների իրեն թույլ էր տվել հետևողական եւ սկզբունքային մոտեցում, երբ Ադրբեջանը 23 թվականին իրեն ագրեսիա թույլ տվեց Արցախի նկատմամբ եւ այնուհետ էթնիկ զտում այնտեղ իրականացրեց։ Հատուկ բանաձև էր ընդունել Եվրախորհրդարանը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար վիճակին, որի պատճառը շրջափակումն էր, դատապարտել էին Ադրբեջանի իշխանության կողմից այդ շրջափակման քաղաքականությունը եվրախորհրդարանականները։ Բացի այդ 2023 թվականին արտաքին քաղաքականությանը վերաբերող տարեկան զեկույցում դատապարտել էին եվրախորհրդարանականները Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան։
Այդ ամենը հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունները զանգվածային արշավ էին սկսել Եվրախորհրդարանի դեմ, բայց ինչն է հետաքրքիր, չնայած այդ ամենին Ադրբեջանի մեջլիսը անցած տարի պատվիրակություն ուղարկեց Բրյուսել, ուր տեղի ունեցավ Եվրանեստի նախորդ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը։ 3 պատվիրակ ներկայացված էր։ Եթե այդպես է, կարծում եմ տեղին հարց է առաջանում, հա, ինչու, եթե դժգոհում են 23 թվականին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերից եւ որոշումներից, 23-24 թվականների Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովին պատվիրակություն ուղարկում են, իսկ 25 թվականի նիստին, որը Երևանում է անցկացվում, չեն ուղարկում։ Իսկապես սա հարցեր է առաջացնում։ Նշեմ, որ Վրաստանի խորհրդարանը նույնպես պատվիրակներ չի ուղարկելու, դե բայց այստեղ ամեն ինչ պարզ է, ամեն ինչ հասկանալի է։ Այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի падգամավորները այսպես բացահայտ պաշտպանել էին Վրաստանի ընդդիմությանը, անգամ Վրաստանի ընդդիմության նախաձեռնած փողոցային բողոքի ցույցերին էին մասնակցել, միանգամայն տրամաբանական է, որ Վրաստանում իշխող խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացնում անտեսել այս միջոցառումը։ Այսպիսով ստացվում է, որ Հարավային Կովկասում միակ պետությունը, որը հետևողական է իր եվրաինտեգրացման այդ հռչակած մոտեցումներին, առաջնահերթություններին, դա Հայաստանն է։ Եվ կարծում եմ դրանից պետք է ամենայն դեպս փորձել օգտվել եւ հավանաբար Բրյուսելում արդեն սկսեն այսպես տարբեր աչքով նայել մի կողմից մեզ, մյուս կողմից Ադրբեջանին ու Վրաստանին։ Արդյոք հիմա որ ադրբեջանցիները չեն գալիս Երևան Եվրանեստին մասնակցելու պատճառը այն է, որ Երևանում է կայանում, թե պատճառն այլ է։ Դե բնական է հայտարարում են, որ որևէ նշանակություն չունի այն, որ Երևանում է անցկացվում նստաշրջանը, համենայն դեպս պատվիրակության ղեկավար Թահիր Միրքիշիլին հայտարարել է, որ դա որևէ նշանակություն չունի, եթե այլ երկրում անցներ միևնույն է չէին մասնակցի։ Չգիտեմ այդպես է թե ոչ, հաշվի առնելով այն, ինչ քիչ առաջ ասացի, բայց ամեն դեպքում պատերազմից հետո ադրբեջանցի եւ պաշտոնյաներ եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ բազմիցս Երևան այցելել էին, հա, թարմ օրինակ անցած շաբաթ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն էին Երևանում։ Մինչ այդ սեպտեմբերին Ադրբեջանի Թոփշիբաշևի կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Մուրադովն էր Երևանում։ Դրանից առաջ 22 թվականին, եթե չեմ սխալվում, Ադրբեջանի մեջլիսի 2 падգամավորներ եկել էին Երևանում տարածաշրջանային ինչ-որ ֆորումի մասնակցելու եւ նրանցից մեկը անգամ արժանացել էր Հայաստանի վարչապետի ընդունելությանը։ Դե իսկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարն էր անգամ Բաքու մեկնել եւ մասնակցել այնտեղ անվտանգության խնդիրներին նվիրված այդ ֆորումին։ Անգամ տեղեկություն կա, իհարկե առայժմ չհաստատված, այն մասին, որ միգուցե Իլհամ Ալիևը անձամբ ժամանի Երևան գալիք տարվա գարնանը, քանի որ Երևանում է տեղի ունենալու եվրոպական քաղաքական հանրության հերթական գագաթնաժողովը։ Նման փոխայցելությունները որքանով են ամրապնդում վստահությունը։ Նայած թե ովքեր են ներկայացված նման ֆորումներին, հա, օրինակ վերջին այդ հայտնի դեպքը, երբ անցած շաբաթ Երևանում ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն էին հավաքվել եւ հավանաբար հայկական կողմը լիարժեք տեղեկացված չէր ադրբեջանական պատվիրակության կազմի մեջ, քանի որ Երևան էր եկել այդ թվում նաեւ Ոմն Դիլարա Էֆենդիևան, ով ինչպես պարզվեց ժամանակին 23 թվականին մասնակցել էր Արցախը շրջափակելու այդ հայտնի տխրահարչակ ակցիային, հա, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները նման հանդիպումների լիազորում են ներկայանալ իրենց գործակալներին, այլ ոչ թե հասարակական սեկտորի իրական ներկայացուցիչներին, հազիվ թե դա որևէ կերպ նպաստի վստահության մթնոլորտին եւ երկխոսության զարգացմանը։ Դե իսկ երբ իրական փորձագետներ են հանդիպում, իրական ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչներ, դա ինչ որ չափով կարծում եմ նպաստում է գործին։ Շնորհակալություն Արծուն։ Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ այսօր կազմակերպվել է թեմատիկ քննարկում, մանրամասները ռեպորտաժում։
Պետական եկամուտների կոմիտեն, տնտեսական լրագրողների ակումբը եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն այսօր համատեղ կազմակերպել էին ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարման գործընթացը, ներկա փուլում եւ ակնկալվող փոփոխությունները թեմայով պանելային քննարկում։ Նշվեց, որ այս պահի դրությամբ 145,000 մարդ արդեն ներկայացրել է հայտարարագիր։ Մասնակիցները նախ պատասխանեցին հարցին, արդյոք գործընթացը չեն համարում ձախողված։ Ոչ միայն չեմ համարում, որ ձախողվել է այս ռեֆորմի ընթացքը, հակառակը համարում եմ, որ շատ լավ մեկնարկ է տրվել, շատ լավ։ Ես էլ եմ կարծում, որ դա ձախողում չի։ Մեկը պարոն Պողոսյանը նշեց, որ մարդկանց մի ստվար խումբ թողում այդ հայտարարագրերը լրացնելը վերջին օրվան, երկրորդ ցավոք սրտի մենք ունենք մի խումբ մարդիկ էլ, որոնք դեռևս ID քարտերը չունեն ու հերթի մեջ են, այդ խնդիրը պիտի այսպես թե այնպես լուծվի, եւ ունենք երրորդ պատճառը ոչ բավարար իրազեկվածություն էլ կա եւ չորրորդ երևի իմ կարծիքով ամենամեծ պատճառը այդ այն հակաքարոզն է, պլանավորված արշավը, որը որ այս ամբողջ ընթացքում կատարվում էր։ Բերվեցին օրինակներ զարգացած տարբեր երկրներից, ընդգծելով, որ նման բարեփոխումներն այդ երկրներում տևում են մինչև 8 եւ ավելի տարիներ։ Հայաստանում 3 տարի առաջ մեկնարկած այս գործընթացը դեռ լավարկման փուլում է։ Եթե անձը մտածում է, որ ՊԵԿ-ում իր եկամուտների մասով ամեն ինչ արտացոլված է եւ պետությանը հայտնելու այլ տեղեկություն չունի, ապա իր հայտարարագիրը կլրացվի ինքնաշխատ եղանակով։ Հաջորդ տարիներին համակարգը լինելու է շատ ավելի ինտուիտիվ, շատ ավելի թափանցիկ, ավելի պարզ, նոր ֆունկցիոնալ ենք մտածել տարբեր տեսակի այդ թվում, ընդհանուր մինչև օրինակ գաղափարներ կար, թե մարդը որոշակի համամասնություններով տեսնի, թե իր վճարած հարկերը որ ուղղություններով են ծախսվում բյուջեի տեսանկյունից։ Տարբեր գաղափարներ կան, որ համակարգի բարելավմանը համար մյուս տարի կներդնենք, այդ թվում նաև լիազորների ինստիտուտ ենք ներդնելու, այսինքն որ մարդը կարա լիազորի մեկ այլ մարդու հայտարարագիր ներկայացնել։ Եթե արդեն հայտարարագիրը լրացրել եք եւ ստանում եք գումար նվիրատվության տեսքով, ապա հաջորդ հայտարարագրման ժամանակ կարող եք դա արտացոլել համապատասխան տողում, մեկ բառով։ Մարդ ուղղակի գրի անձնական փոխանցում կամ նվիրատվություն։ Բայց անգամ եթե ոչինչ չի գրվել, Արդարադատության նախարարությունն այս մասով հետեւյալ պարզաբանումն է արել. Եթե անձանց միջև եղել է գումարի շարժ, փոխանցում եւ կողմերը որպես նվիրատու եւ նվիրառու են, ապա դա համարում են նվիրատվություն եւ որևէ երրորդ կողմ չի կարող վիճարկել այդ փոխանցման բնույթը։ Այսինքն, եթե մարդը ասում է, այո, ես տվել եմ որպես նվիրատվություն, ստացողն ասում է, ես ստացել եմ որպես նվիրատվություն, հարցը փակվում է։ Եվ հետեւաբար, իոք, խնդրում եմ, էլի, որևէ շարժառիթով, որևէ նպատակով չի արդարացվում մեր քաղաքացիներին այդպես անհանգստության ու, չգիտեմ, ուրիշ բառեր երևի չասեմ, տերորի մեջ պահելը։ Դա անկախ գումարի չափից եւ անկախ փոխանցողներից ու ստացողներից։ Անկախ փոխանցողների ստացողների միջև կապից, անկախ իրենց ազգությունից։ Հիշեցնենք, որ մինչև 300,000 դրամ փոխանցումը պետք չէ հայտարարագրել։ Թեզը, թե այս գործընթացը ուղղված է այսպես ասած խոպանչիների դեմ, Բաբկեն Թունյանը հերքեց, ընդգծելով վերջիններս տարեկան կարող են մինչև 12 միլիոն դրամ փոխանցումներ կատարել։ Չեն հայտարարագրվելու նաև ընտանիքի անդամների կողմից միմյանց փոխանցվող գումարները։ Մենք օրենքը շատ լայն ենք գրել, բայց կառավարությանը ասենք դու կարող ես ասել, որ ինձ օրինակ այս մեկը պետք չի, այս մի տվյալը պետք չի։ Հիմա պայմանավորել ենք, որ կառավարությունը ասի, որ վարկերն ու փոխառությունները հայտարարագրել պետք չի, այդ մասին դեռ որոշում չկա, բայց սա քաղաքական բանավոր հայտարարություն է։ Այս եւ հաջորդ տարվա համար հայտարարագրման ժամանակահատվածը մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ն է։ Սա որոշակի երկար ժամկետ էր մեկնարկային փուլի տեսանկյունից, իսկ ընդհանրապես այս ժամանակահատվածը ամեն տարի լինելու է ստանդարտ՝ մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո դուք կարող եք դիտել հեռանկար, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։ Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունից անցել է 26 տարի, այն դարձավ ժամանակակից Հայաստանի քաղաքական պատմության ամենամեծ ցնցումներից մեկը, խորհետք թողնելով հասարակական մտածողության ու պետության կայացման վրա։ Այսօր, երբ Հայաստանը կանգնած է նոր տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական մարտահրավերների առաջ, խաղաղության գործընթացից մինչև հարաբերությունների վերաձևում գերտերությունների հետ, առավել քան երբևէ արդիական է վերանայել անցյալի դասերը եւ գնահատել ներկայի վտանգներն ու հնարավորությունները։ Այս
թեմաների շուրջ էլ այսօր զրուցելու ենք ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։ Պարոն Խանդանյան, շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Սկսենք հոկտեմբերի 27-ի ոչրագործությունից։ Նախ ձեր գնահատմամբ ինչ նշանակություն ունի այն Հայաստանի քաղաքական պատմության համար։ Իսկապես, ինչպես նշեցիք, անդառնալի ցնցում էր սա Հայաստանի քաղաքական պատմության համար, որը ըստ էության որպես ինքնիշխան անկախ պետության ողնաշարը կոտրեց այն պայմաններում, երբ որ հետպատերազմյան շրջանում հույս էր առաջացել, որ Հայաստանը կկարողանա դուրս գալ այդ ճգնաժամային իրավիճակից եւ զարգանալ, նաեւ հակամարտության կարգավորման որոշակի հույսեր էին առաջացել, որը ցավոք սրտի հոկտեմբերի 27-ով շատ ողբերգական ավարտ ունեցավ եւ Հայաստանը մխրճվեց քաղաքական եւ հասարակական շատ ծանր իրավիճակի մեջ եւ նաեւ այդ գործի բացահայտված մինչեւ վերջ բացահայտված չմնալը, հանրային այդ համերաշխության վրա, վստահության վրա շատ ծանր հետևանք թողեց նաև Հայաստանի քաղաքական դաշտի կայացման տեսանկյունից շատ, որովհետև հետաքրքիր ինչ-որ կոմբինացիա էր ձևավորվել 99 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հնարավոր էր տարբեր իշխանության թևերի միջև հակակշիռների միջոցով նպաստել Հայաստանի ժողովրդավարացմանը, զարգացնել պետությունը եւ այլն, բայց դա տեղի չունեցավ ցավոք սրտի այս իրադարձությունը շատ ծանր հետևանք թողեց եւ երրորդ հանրապետության պատմության, եթե կարող ենք ամենա ցավալի երկու օրեր նշել, որ 1 հոկտեմբերի 27-ն է, 1 մարտի 1-ը։ Այ դուք հիմա արդեն լինելով իշխանության, հա 26 տարի անց, հիմա քաղաքացիական պայմանագիրն է իշխանության, այ դուք ինչ է կարծում, ինչ դասեր պետք է քաղել այդ տեղի ունեցածից։ Ես կարծում եմ, որ նախ շատ բարձունակ կթվա, թե ասեմ, որ նախ ներքին անվտանգությունը չպետք է շարունակաբար շատ կարևոր լինի պետության համար, որպեսզի նման իրադարձություններ, բուն իրադարձությունների տեսանկյունից տեղի չունենան, եւ նաեւ այդ զգոնության, աչալրջության, տարբեր հարձակումների նկատմամբ պետության կենսունակությունը պետք է շարունակաբար բարձրացվի եւ նաեւ միշտ հոկտեմբերի 27-ի շուրջ կոնսպիրացիաները շատ են եւ կոնսպիրացիաներից, որը ունի որոշակիորեն իր մեջ ճշմարտության տար, դա Ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցողներ եւ ըստ էության հաղթանակից հետո լուծումների չգնալը բերել էր այդպիսի պայթունավտանգ իրավիճակի, ուստի նման իրավիճակներում, ինչպիսին հակամարտությունն է, հարաբերությունների կարգավորումն է, շատ կարևոր է, որպեսզի պետությունը ունենա բավականաչափ կամք եւ լինի բավականաչափ ինքնիշխան լուծումների եւ որոշումների կայացման գնալու։ Իշխանությունները վերջին տարիներին մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ նոր հոկտեմբերի 27-ի վտանգը չի չեզոքացել ամեն դեպքում։ Դուք նման մտավախություններ կան, այդ վտանգը շարունակում եք նորից զգալ։ Գիտեք, մենք վերջի տարիներին այնպիսի դրսևորումների ենք տեսել, որոնք քողարկվել են քաղաքական պայքարի քողի ներքո, որ իսկապես այդ մտայնությունը կամ մենք տեսել ենք նոյեմբերի 9-ի գիշերը, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի ազգային ժողովում եւ կառավարության շենքում։ Մենք տեսել ենք այդ զանազան բեմականացումները Չաուշեսկու գնդակահարության եւ այլն Երևանի փողոցներում, եւ երբ որ դու տեսնում ես, որ Հայաստանում կան այդպիսի մարդիկ, որոնք նման արժեհամակարգով եւ նման քաղաքականության մեջ նման լուծումների գնալով են պատկերացնում իրենց տեսանկյունից խնդիրների լուծումները, ապա իսկապես այդպիսի վտանգներ կան, բայց նաև ես պիտի ասեմ, որ ժամանակները շատ են փոխվել եւ այդպիսի ուղղակի տերորիստական ակտերին սկսել են որոշակի հիբրիդային հարձակումները եւ սպառնալիքները փոխարինել, ինչին եւս շատ ավելի աչալուր պետք է լիներ, որովհետեւ դրանց դա բանն է, հա, ածխաթթու գազի պես է, տեսանելի չի, բայց շատ վտանգավոր է։ Գալով Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությանը, օգոստոսի 8-ին այն ինչ որ տեղի ունեցավ, ստորագրվեց, նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը,
Սա նաև ինչ որ տեղով կապելով մեր քիչ առաջ բարձրացված հարցերին, դրանք նոր մարտահրավերներ են ստեղծում այդ օգոստոսի 8-ը, թե նոր հնարավորություններ։ Միանշանակ նոր հնարավորություններ, որովհետև ըստ էության օգոստոսի 8-ը են կարևոր հանգրվաններ, որոնք բերեցին խաղաղության բանակցությունները, եւ դրանից հետո նոր հեռանկարներ են բացվում Հայաստանի Հանրապետության համար։ Արդեն փաստացիորեն հաստատված խաղաղության պայմաններում եւ հիմա խնդիրն է եւ կառավարության խնդիրն է դա ինստիտուցիոնալիզացնել եւ դնել որոշակի ռելսերի վրա, դեպ թե ֆիզիկապես դնել դա ռելսերի վրա եւ թե ինստիտուցիոնալացման տեսանկյունից հիմա այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, բայց իսկապես Հայաստանի համար այն ինչ որ գրված է օգոստոսի 8-ի հռչակագրի մեջ, եթե եւ երբ դա սկսի արդեն կյանքի կոչվել եւ գործնականում մենք դա տեսնենք, դա Հայաստանի համար տնտեսական զարգացման, միջազգային հարաբերություններում Հայաստանի դերի եւ դիրքի բարձրացման տեսանկյունից չափազանց կարեւոր հեռանկարներ է բացելու։ Շատ են հարցականի տակ դնում իշխանությունների այն հայտարարությունները, թե խաղաղություն է հաստատված եւ սրա հետ կապված այլ ենթահայտարարություններ, որի մասին իշխանության բոլոր մարմինները այսպես վստահորեն հայտարարում են խորհրդարան, կառավարություն, ասում եմ որն է երաշխիքը, որ խաղաղությունը կպահպանվի, եթե համարում եք, որ խաղաղություն հիմա արդեն հաստատվել է։ Տեսեք, ես մի օրինակով կբերեմ, որ մենք անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի հայտարարությունից իմացանք, որ Ադրբեջանը վերացրել է արգելքները դեպի Հայաստան սահմանափակումները վերացրել է ապրանքների եւ սա կարեւոր քայլ է նաեւ Ադրբեջանի կողմից այդ խաղաղության ինստիտուցիոնալացման տեսանկյունից եւ սա ինչու եմ ասում, որովհետեւ կան այդ մեղադրանքներ, որ անընդհատ Հայաստանն է քայլեր անում դեպի խաղաղություն եւ հակառակ քայլերը չկան, բայց ես կարծում եմ, որ կա որոշակի ըմբռնում եւ կոնսենսուս, որ խաղաղությունը փոխադարձաբար ձեռնտու է։ Ձեռնտու է տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, պետությունների համար փող աշխատելու տեսանկյունից, մեր քաղաքացիների բարօրության տեսանկյունից։ Ուստի ես կարծում եմ, որ եւ հետաքրքիր էր, որ ամերիկյան նոր վարչակազմի աջակցության պես ամենը հնարավոր դարձավ, որովհետև նոր վարչակազմի խոսույթում եւս այդ գործարքների եւ գործարքների գնալու տրամաբանությունն է դրված տարբեր կոնֆլիկտային իրավիճակներում եւ սա շատ օգտակար է նաեւ մեր պարագայում եւս մեր երկարատև հակամարտության պարագայում եւս ես կարծում եմ պետք է հենց այդ լոգիստիկ Հայաստանը եւ ընդհանրապես Հարավային Կովկասը լոգիստիկ հանգույց դիտարկելու կոմունիկացիոն հանգույց դիտարկելու տեսանկյունից նայել խաղաղության process-ին, որովհետև սա է լինելու այն ամենակարևոր երաշխիքը, որ բոլորը հետաքրքրված լինեն, որ այստեղ պատերազմ չլինի։ Տեսեք, քանի որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի միջոցով օգոստոսի 8-ի այդ փաստաթուղթը ստորագրվեց, ես նաև դրա համար էի հարցնում, սա հնարավորություններ, թե նաև մարտահրավերներ կարող է առաջ քաշել, որովհետև օրինակ հիմա Մոսկվայից շարունակում են պաշտոնական Մոսկվան ասել, որ իրենք պատրաստ են նորից հարթակ տրամադրել, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը տեղի ունենա Ռուսաստանում։ Նախ Հայաստանը ինչ դիրքորոշում ունի այս առումով եւ սա մյուս կողմից մարտահրավերներ չի բերում։ Ես կարծում եմ, որ եւ այս մասին շատ ենք խոսել, որ սա նաեւ հնարավորություն է Ռուսաստանի համար։ Բաց եւ տարանցիկ ուղիներով բաց մեր տարածաշրջանը Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն է նաեւ Ռուսաստանի համար։ Մենք երեք առաջի օրը տեսանք, որ շատ ողջավորությամբ Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել էր, որ ռուսական ապրանքները եւս կարող են Ադրբեջանի տարածքով ադրբեջանական երկաթուղին օգտագործելով գալ Հայաստան։ Ես սա ընդունում եմ որպես ընկալում, որ դա հնարավորություն է նաեւ Ռուսաստանի համար։ Շատ է խոսվել նաև իրանական ֆակտորը, որ Իրանը գուցե որոշակի խնդիրներ տեսնի ամերիկյան ներկայության, Միացյալ Նահանգները այստեղ գալիս հենց Իրանի քթի տակ, բայց այդ ես վերջին շրջանի որևէ հայտարարություն չեմ տեսել, որոնք արտահայտում են պես լուրջ մտահոգություններ Իրանի կողմից։ Կարծում եմ Իրանը եւս տեսնում է իր համար հնարավորություններ ավելի
հեշտ եւ արդյունավետ հասնելու օրինակ Սևծովին եւ այլ տարածաշրջանների։ Երբ հայտարարվում է, որ օգոստոսի 8-ի փաստաթղթի դետալների շուրջ դեռ պետք է քննարկումներ լինեն, այսինքն դեռ կան դետալներ, որոնք համաձայնեցված չեն։ Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ այդ փաստաթղթի կիրառման դետալները որքան որ մութ են, այնքան էլ վտանգավոր են տարածաշրջանային զարգացումների եւ մեր երկրի անվտանգային միջավայրի տեսանկյունից։ Ճիշտ էսպիսի կանխատեսումներ մեր ընդդիմությունը անում էր, երբ օգոստոսի 8-ին ստորագրվեց եւ հրապարակվեց խաղաղության հռչակագիրը եւ ստորագրվեց ու չհրապարակվեց Հայաստան-ԱՄՆ խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ ուրեմն փոխըմբռնման հուշագիրը եւ ընդդիմությունն ասում էր, որ այն մութ դետալները եւ զիջումները Հայաստանի կողմից այդ փաստաթղթում են արտացոլված, հետո փաստաթուղթը հրապարակվեց, որևէ զիջման մասին խոսք չկար, Միացյալ Նահանգները եւս մեկ անգամ աջակցում էր Հայաստանի տարածքային ամբողջականության ինքնիշխանությանը եւ խոսք էր գնում ընդամենը սահմանապահ մեր ուժերի կարողությունների զարգացմանը, մաքսային կարողությունների զարգացմանը շատ կարեւոր գործնականում կիրառելի փաստաթուղթ եւ նույնը հիմա է, այստեղ առանցքային այնն է, որ օգոստոսի 8-ի հռչակագրում սահմանված են ամենակարևոր սկզբունքները, որոնցով պետք է տարածաշրջանը ապաշրջափակվի եւ ապահովի Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անցումը։ Եվ այդ սկզբունքները մենք տարիներ շարունակ ասել ենք, որ մեր կարմիր գծերն են եւ դրանք ի վերջո արձանագրվել են եւ դրատական Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրությունները, Միացյալ Նահանգների նախագահի ստորագրություն, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անձեռնմխելիություն եւ նաև փոխադարձ օգուտներ այդ կարգավորումից։ Տեսեք, մենք արդեն ըստ էության 3 ամիս շարունակ խոսում ենք օգոստոսի 8-ից, բայց գործնականում որևէ քայլ հիմա տրամաբանության սահմաններում ոչ ոք չի ասում, այ օգոստոսի 8-ը տեղի ունեցավ, պետք է վերջ ապաշրջափակվի, բայց հողի վրա որևէ քայլ այս պահին ինչ է արդեն իրականացում։ Արդեն շուտով նոյեմբերի 8-ին դառնում է 3 ամիս ըստ էության։ Այս պահին ընթանում են քննարկումներ Հայաստանի ձևավորված թիմերի եւ Միացյալ Նահանգներում ձևավորված թիմերի միջև, թե ինչպես ինչ տեխնիկական դետալների վերաբերյալ, իրավական տեխնիկական դետալների վերաբերյալ, թե ինչպիսին է լինելու կնքվող պայմանագիրը, ինչպիսին է լինելու այդ կազմակերպություն, ընկերությունը, որը հիմնադրվելու է եւ իրականացնելու է ենթակառուցվածքների շինարարությունը, շահագործումը, կառավարումը եւ այլն, ինչպիսի մասնաբաժին է ունենալու Հայաստան, ինչպիսի մասնաբաժին է, ընթանում են այս տեսակի բանակցություններ, որոնք բնականաբար շատ հրապարակային լինել չեն կարող, մինչև վերջնական արդյունքները չամփոփվեն, բայց կարծում եմ այդ պահը շատ մոտ է եւ շուտով հնարավոր կլինի, ես կարծում եմ, որ շուտով հնարավոր կլինի արդեն որևէ փաստաթուղթ ունենալ, կլինի դա միջպետական պայմանագիր, թե ինչ, դրա մասին չեմ կարող ասել, բայց շուտով այդ դետալները ավելի տեսանելի եւ հասանելի կլինեն հանրությանը։ Այդ է ուզում հարցնել, կա օրինակ որևէ նախանշված ժամանակ, որ մինչև այս քննարկումները պիտի տևեն մինչև օրինակ այս ամսվա թվին եւ դրանից հետո պետք է արդեն գործնականում սկսեն աշխատանքներ, որովհետեւ մարդիկ տեսնեն, որ այ Թրամփի ուղին կյանքի է կոչվում։ Որովհետեւ հիմա ինչքան էլ ասենք, մարդիկ ասելու են դե լավ, հա, այսպես կասեք, այդ քննարկումներն էլ անդադ կշարունակեն եւ վերջում նորից բան չի լինի։ Չէ, կոնկրետ ամսաթիվ ասել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ մենք մեր կողմից Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ ամսաթիվը շատ մոտ լինի, բայց նաեւ պիտի հասկանանք, որ մենք բանակցում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը ունի շատ այլ հարցեր լուծելու եւ կարգավորելու, տեսնում եք թե ինչ ակտիվություն ներգրաված Միացյալ Նահանգները մերձարավոր արևելյան հակամարտության մեջ, ռուս-ուկրաինական հակամարտության մեջ եւ նաև դա է որոշակի ժամանակ եւ ռեսուրս խլում մեր ամերիկյան գործընկերներից, բայց ամեն դեպքում process-ը շարունակվում է եւ ես հույս ունեմ, որ մինչեւ տարեվերջ մենք կունենանք որոշակի արդեն նորություն հանրությանը ասելու։ Պարոն Խանդանյան, խորհրդարանում այսօր բյուջեի քննարկումների ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները վերադարձնելու այսպես տեսլականը։ Դրա հիմքում ըստ էության սահմանազատումն է։ Ինչն է խանգարում, որ սահմանազատման գործընթացն էլ օրինակ հիմա այնքան արագ տեղի ունեն, ինչպես օրինակ Տավուշում տեղի ունեցավ։ Եվ որովհետև կարծես թե անընդհատ ինչ որ խոսում է սահմանազատում, բայց էլի այդ սահմանազատման գործընթացը որևէ կոնկրետ տարածքում չենք տեսնում։ Անընդհատ Տավուշից ենք նորից խոսում։ Չեմ կարող
թվարկել խանգարող հանգամանքներ, որոնք իսկապես չկան խանգարող հանգամանքներ այս պահին, եւ կա կոմունիկացիա համապատասխան հանձնաժողովների միջև։ Եթե չեմ սխալվում, սեպտեմբերին հանձնաժողովները հանդիպեցին Հայաստանի տարածքում եւ Ադրբեջանի տարածքում ուսումնասիրելու հավանական երկաթուղու անցման հատվածները եւ այլն, եւ օգոստոսի 8-ից հետո մի քիչ բան ա եղել, խոսակցության թեման նաեւ շատ ավելի առարկայացել է, որովհետեւ այդ հատվածները եւս պետք է սահմանազատվեն, որպեսզի անցակետեր տեղադրվեն այդտեղ մաքսային անցակետեր եւ այլն, ու այս ըմբռնումը կա, որ այդ հատվածները պետք է սահմանազատվեն։ Ես կարծում եմ, որ շուտով լրացուցիչ նոր հանդիպում տեղի կունենա հանձնաժողովների միջև, արդեն գործնական քայլեր կանեն, բայց կա շատ կարևոր ձեռքբերված պայմանավորվածություն, որ պետք է սահմանազատումն անցկացնել Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման հատվածով, որը ներառում է նաև այդ խնդրահարույց հատվածները, որի լուծումը մենք իսկապես տեսնում ենք սահմանազատման գործընթացի ոչ թե խնդրահարույց, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքների հատվածները, որի լուծումը մենք տեսնում ենք սահմանազատման process-ի մեջ։ Միրզյանը կարծես թե ակնարկեց որոշակի պայմանավորվածություններ, նախնական պայմանավորվածությունների մասին, որ սահմանազատման արդյունքում այդ տարածքները կվերադարձվեն։ Այսինքն Ադրբեջանի հետ կա ինչ որ այսպես պայմանավորվածություն, որ այդ 200 քառակուսի կիլոմետրը ամեն դեպքում նորից Հայաստանի Հայաստանը եւ այդ պայմանավորվածությունը ստորագրված է ստեյությամբ Վաշինգտոնյան հռչակագրով եւ նախաստորագրված խաղաղության պայմանագրով։ Այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հիմք ընդունելով Ալմաթայի հռչակագիրը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ այդ նույն սկզբունքն է, որը դրված է սահմանազատման գործընթացի տակ։ Եվ երբ որ կան հասնեն սահմանազատման հանձնաժողովները այդ հատվածներին, հիմք ընդունելով Ալմաթայի հռչակագիրը եւ դրանից բխող քարտեզները, արկա քարտեզները, ապա ակնհայտ կլինի, որ այդ տարածքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն են եւ հարցի լուծումը, այսպես ենք պատկերացնում, եւ այդ պայմանավորվածությունը այս դրա մասին է, որ մենք փոխադարձաբար ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը։ Եվ վերջում հակիրճ դուք ասացիք նաև այդ հատվածներում պետք է սահմանազատում իրականացվի անցակետեր դնելու համար, այսինքն այն հարցը, որ շատ էսպես շահարկվում, որ անխոչնդոտ անցում է իրականացվելու, ամեն դեպքում Հայաստանի սահմանապահը Մաքսավորը ստուգելու է այդ տարածքով անցնող ադրբեջանցու անձնագիրը եւ այլն եւ այլն։ Իսկապես անցումը լինելու է անխոչնդոտ եւ մաքսային ու սահմանային ստուգումը որևէ խոչընդոտ չէ, թե ինչ ձևաչափով կլինի այդ ստուգումը, որովհետև շատ ենք խոսել տարբեր մեթոդաբանությամբ եւ աշխարհում կիրառվող տարբեր մեթոդաբանության մասին, դա եւս այս փուլի քննարկումների առարկա է կամ շուտով կդառնա, բայց իրավազորությունս սկզբունքը իրավազորության դա է ենթադրում, որ պարտադիր պիտի լինեն այդ ստուգումները։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էր։